Ողջույն ձեզ, քուրեր եւ եղբայրներ։ Մենք նորից միասին ենք, խոսելու ենք մի երկու հարցի մասին։ Առաջի եւ ամենակարևոր հարցերից մեկը իհարկե վերջի մի քանի օրը տեղի ունեցող իրադարձություններն են, կապված ասենք նույն Սալավյովի հայտարարության հետ, որ տենց հրատապ մեր երկրի ղեկավարը հրավիրում է, չգիտեմ, մեր արտգործնախարարությունը հրավիրում է, նոտաներ է տալի, մի կողմից ասեմ, որ եթե ամեն մի նման դեպք մենք նայենք, որ պետք է նոտա տալ, ապա առաջի հերթին այդ նոտան պետք է վերաբերվի Ադրբեջանի Հանրապետությանը, որը այսօր դատում է մեր երկրի քաղաքացիներին, անհիմն է դատում։ Մի երկիր, որտեղ որ կա դիկտատուրա, բայց թե դիկտատորիկը մեր մյուս դիկտատորի հանդեպ սիմպատիաներ ունի եւ նույնիսկ փորձում է հավասարվի իրեն։ Նա էլ է նստացնում քաղաքական գործիչներին, նա էլ է դատում մեր երկրի քաղաքացիներին, մեր դիկտատորիկն էլ է դատում մեր երկրի քաղաքացիներին։ Ես ուղղակի այդ կապված այդ Վենեսուելայի գործողությունների տարբերակին խորհուրդ կտամ մեր դիկտատորիկին արագ կերպով բաց թողել մեր քաղաքական բանտարկյալներին եւ բոլոր նրանց հանդեպ, ում հանդեպ ինքը քրեական գործ է հարուցել 21 թվից հետո, երբ որ ինքը ընտրվել է, ամնիստիա հայտարարել եւ փակել բոլոր գործերը, քաղաքականացնել։ Ճիշտ է, Ստալինի ժամանակ, ասում էին, սա, չգիտեմ, Գերմանիայի շպիոն է, այս ինչ է, վերցնում գործ էին հարուցում, տանում երկու հոգու տպվում էին, ցուցմունք են տալի, գործ էին հարուցում, նստացնում էին։ Հիմա մեր երկրում տարբերակը հետևյալն է, անցյալից գտնում են մի քրեական այսպես մի բան, որին կարան կպնեն, ասենք, բանավոր հրաման է տվել կամ այս ինչ է տվել եւ այլ եւ քրեականացնում են այդ բանը, ցույց են տալի, որ հետապնդում են ոչ թե քաղաքականորեն, այլ նրա համար, որ ինքը ասենք ինչ որ հանցագործություն է արել, որը ջրի վրա կսած է։ Մեկ օր առաջ էլ կանչել է այդ իր քնչականի պետին եւ ասել է, որ պետք է արագացնեք Կարապետյան Արշակի հանդեպ գործերը փակեք եւ այլ Կարապետյան Արշակի։ Դες մեկ 80 հատ գործ հարուցեք, դուք անզոր եք, պարոնայք երկրի մեր Հայաստանի օֆիսի ղեկավարներ։ Դուք անզոր եք, որտեղ դուք օֆիս եք, դուք պետություն չեք։ Հայոց պետությունը եղել է միջև ձեզ եւ լինելու է ձեզանից հետո։ Դուք չեք կարող ներկայացնել մեր պետությունը եւ չեք կարող ներկայացնել հայ ժողովրդին։ Բացի դրանից, ազատության մասին են խոսում, խոսքի ազատության մասին են խոսում։ Ասեմ ես, մի քանի օր առաջ իմ հերու բարեկամին, որին երևի վերջի անգամ տեսել եմ մի 15 տարի առաջ, որը ծառայում էր հայոց բանակում, 15 տարի ծառայում էր, ասել է փոխգնդապետ կոչումի, իրեն հեռացնում են նրա պատճառով, որ ես իր բարեկամն եմ կամ ինքին բարեկամն եմ։ Ես ուզում եմ հիշեցնեմ մեր երկրի դիկտատորիկին, որի մոտ կար սպեցնազում ջոկատի հրամանատար Փաշինյան ազգանունով, որը ծառայում էր եւ երբևիցե ես ինձ թույլ չեմ տվել, երբ որ նա մարտի 1 էր անում եւ գնդագարություն էր կազմակերպում մեր ժողովրդի հանդեպ, ես ինձ թույլ չեմ տվել այդ մարդուն հանեմ գործից։ Ես զինվոր եմ ունեցել Փաշինյան, քո բարեկամը, մոտիկ հարազատներից, որին եկել էին ծեծեին քո պատճառով ու ես դրան չեմ թողել, որտեղ ասել եմ դա իմ զինվորն է։ Մենք իրարից տարբերվում ենք, դա պարզ է։ Դու դիկտատորիկ ես։ Խորհուրդ եմ տալի դադարեցրեք հետապնդումները։ Հակառակ դեպքում
պատժվելու եկ։ Ինչ վերաբերվում է Իրանին, ինչ շատ հարցեր են տալի, ես ասեմ, որ սա խոսում է նրա մասին, որ ես միշտ ասել եմ, տարածաշրջանում սպասվում է մեծ պատերազմ, շատ մեծ պատերազմ։ Եվ մեր երկրի ղեկավարության պահվածքի շնորհիվ եւ պարզը լինելու ենք մենք թե ոչ։ Ասեմ դες մենք չենք հետաքրքրում արևմուտքին, բացարձակապես մենք նույնիսկ այսօր խանգարում ենք, որտեղ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը ունի նավթի ռեսուրսներ, միջորոց Ադրբեջանն էլ եմ ուզում ասեմ, հիշեցնեմ են իմ ասածը, որ տարածաշրջանում սկսվել է մեծ նավթի պայքար։ Եվ ոչ մեկ չի թողելու Ադրբեջանի ժողովրդին ունենան նման նավթի պաշարներ։ Դա նույնը վերաբերում է Իրանին։ Սաղ պայքարը դրա հետ է կապված։ Այսօր գնում է ռեսուրսների պատերազմ աշխարհով։ Մենք տեսնում ենք Վենեսուելայի օրինակ, մենք տեսնում ենք Գրենլանդիայի հետ կապված հարցերը։ Նույնն է սպասվում է եւ արդեն սկսվել է մեր տարածաշրջանում, ով կհաղթի գերպետություններից մեր տարածաշրջանում կախված է մենք կլինենք թե չենք լինի։ Իսկ մեր երկրի դիկտատորիկը թող Մոսկվայում այստեղ Նաբերեժնիով հեծանիվ քշի։ Իսկ Երևանում նոտաներ հանձնի։ Տեսնենք ինչով կվերջանա։ Իրենք չեն հասկանում, իրենց վերջը եկել է, ես դա ասել եմ։ Ցավոք սրտի պետք է կրկնեմ։ Իրենց բախտը կբերի, եթե իրենց հանի հայ ժողովուրդ։ Ես դա ուղղակի կրկնում եմ։ Ես ուզում եմ կրկնեմ, որ եթե որևէ մի գերպետություն ուզենա Հայաստանում իշխանություն փոխի, իրան ոչ մի հայ պետք չի։ Իրենք կայացնելու են որոշում եւ առավոտը զարթնենք տենանք մեր երկրի ղեկավարը չկա։ Ես դրան դեմ եմ, նորից եմ ասում։ Ես ուզում եմ, որ մենք փոխենք մեր իշխանությունը, ես ուզում եմ, որ մենք միավորվենք այդ գաղափարի շուրջ, ու մեր հիմնական գաղափարը մեր երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնել։ Դա մեր գաղափարախոսությունն է լինելու։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ոչ հաշվի մեր հեղինակության։ Մենք կովկասյան ժողովուրդ ենք եւ մեր մոտ մեր ընտանիքներով թասիբ հասկացողությունը ունի ուրիշ եւ ավելի մեծ ազդեցություն մեր վրա։ Մեր խնդիրն է մեր միջազգային հեղինակությունը վերականգնել ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով եւ դրա հաշվին գնալ խաղաղության։ Դա է միայն ու միայն խաղաղության ապագան։ Միացեք մեզ, միասին անցնելու ենք բոլոր դժվարություններ եւ մենք պայքարելու ենք։ Շնորհակալություն։